Վերադարձանք գովազդից եւ ժամանակն է ներկայացնելու մեր այսօրվա հաջորդ հյուրին։ Onex ընկերությունը դարձավ 10 տարեկան։ 10 տարի անընդմեջ օգտատերերի համար նորարարություններով ու անլուծելի թվացող խնդիրները լուծելով։ Մեր տաղավարում է Onex ընկերության համահիմնադիր տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհավորում ենք ձեզ առաջին լուրջ հոբելանի կապակցությամբ։ Ինչպիսի զգացմունքներ զգում եք, որ արդեն կայացած մեծ։ Կարծում եմ, նախ շնորհակալ եմ, կարծում եմ երկար ճանապարհ ենք անցել, իրականում ներկայումս Հայաստանում սպասարկում ենք շուրջ 600,000 ֆիզիկական անձանց, դա մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն։ Անցել ենք բացարձակապես զրոյից, մեր առաջի հաճախորդները կհիշեն, ամեն ինչ սկսվել է 12 քառակուսի մետր մի փոքր գրասենյակից եւ մոտ $200 ներդրումից եւ միայն հիմնադիրներից բաղկացած թիմից, ոնց որ յուրահատուկ է շատ ստարտափերի։ Ներկայումս Onex-ը միջազգային ընկերություն է, շուրջ արդեն 600 միջազգային թիմով, իհարկե խոշոր հարկատու ենք, մեր ոլորտում իմիջայլոց սեփական ընկերությունների մեջ ամենամեծ հարկատուն ենք Հայաստանում ըստ վերջի բեկ հրապարակումների եւ այս ճանապարհը լի է եղել բազմաթիվ հետաքրքիր նորարարություններով, կարծում եմ փորձառություններով Եվ շատ կարևոր է սա հայկական ընկերություն է։ Ես մի փոքրիկ գաղտնիք բացեմ, երբ որ ամեն ինչ սկսվել է Onex-ի մոտ, նո պլյուս-մինուս, երևի դուք դեռ 1 տարեկան չկայիք սկի, լոգոն տեսնելով թե ինչպես եք դուք աշխատում, ես մտածում եմ, որ սա ինչ որ միջազգային ֆրանչիզա է։ Հետո սկսեցի փորփորել, հասկացա, որ ոչ, սա իսկական հայկական առաջին այսպիսի հայկական ընկերություն է եւ կեցեք, որովհետեւ իսկապես այնպիսի գործունեություն եք վարում, որ ինձ թվում է, որ ձեզ կառավարում են, չգիտեմ, մասոններ ինքնից, որոնք որ ամեն ինչ կառավարում։ Չէ, ամեն ինչ շատ բարձ է, ընկերներիս հետ եմ հիմնադրել 10 տարի առաջ։ Այդ ժամանակ Հայաստանում ոլորտում առաջինն էինք, իհարկե հիմա տասնյակ ընկերություններ կան, որը շատ լավ է, մրցակցություն է առաջացնում, Իսկ 10 տարի առաջ ունեիք այս սպասելիքները, ինչ սպասելիքներ ունեիք, ինչպես կդառնար 10 տարի հետո։ Որ սկզբից, որ մի գործ սկսում ես, բնականաբար ստում ես պլանավորել, օրինակ ուր կհասնենք 3 տարի հետո, 5 տարի հետո, օրինակ 5 տարվա պլանում ուր պետք է հասնենք ու 5 տարի հետո իրականում ուր հասանք, եթե չեմ սխալվում, 85 անգամ սխալվել էինք հաշվարկներում։ Քիչ էիք հաշվարկել։ 10 տարին չենք պլանավորել։ Սամվել, իսկ ինչից սկսեց, որն է այն առասպելը, օրինակ մենք բոլորս գիտենք, որ այն բոլոր հայտնի ստարտափերը, չգիտեմ, Amazon-ը, Apple-ը ունեն փոքրիկ ինչ-որ միգուցե հորինված պատմություն, որը ապագայում դարձել է լեգենդ եւ առասպել։ Ձեր պարագայում։ Մեր պատմությունը բազմաթիվ անգամ սկսած առաջի օրերից մենք հրապարակել ենք, տենց թաքուն ինչ-որ լեգենդ չկա։ Գաղափարն շատ պարզ է, սկսվել է տեսնելով նմանօրինակ ծառայություններ Վրաստանի Հանրապետությունում մեր հարևան, որը դեռ 2007 թվերից այս ֆորմատը այնտեղ գործում էր, այսինքն տրամադրում էին հասցե, որտեղ եւ շատ պատահական ես տենց բիզնես է անում Վրաստանում այլ ոլորտի եւ պատահական շփվեցի նմանատիպ ընկերության հետ եւ շատ ողջորեց, որ այս պարզ միտքը ոնց որ չէր հասել գլխին, շատ զարմացա եւ հետ եկա Հայաստան, արագ ուսումնասիրեցինք եւ մի քանի ամսում տենց ընկերներիս հետ արագ կայք բան եւ նման պատրաստություններ եւ բացեցինք ու նաեւ պետք է ասեմ, որ արդեն 3 տարի է մենք մուտք ենք գործել Վրաստանի շուկա։ Այո, փաստորեն ֆրանչիզան իմ ասած գնացել է արդեն, այո։ Այդ շատ ոնց որ բան պար մեր համար պատասխանատու, որտեղ միտքը ընդեղից էր ծագել եւ հիմա այնտեղ բավական ոնց որ դիրքերում ենք բարձր եւ էլի ունենք 100,000 օգտատեր արդեն վրացի հաճախորդների մեջ։ Կարծես նորարարություն բառը Onex-ի հետ ասոցիացիա լինի եւ ուզում եմ հասկանալ դեր ամենավերջին, ամենաթարմ նորությունը ո՞րն է։ Դե վերջին նորությունը, հրապարակված վերջին նորությունը դա drive-thru-ն է։ Գաղափարը ծագել էր դեռ մի քանի տարի առաջ, вообще drive-thru ընդհանրապես կոնցեպտը յուրահատուկ է սննդին։ Ամբողջ աշխարհում կա սննդի մեջ եւ Ամերիկայում բնականաբար տեսել էինք, չհետաքրքիր եւ մենք մեր օգտատերը ունեն խնդիր
պարկինգի, այսինքն կայանման խնդիր, ինչը Երևանին բնորոշ, այսպես ասած, ոչ զարմանալի նորություն է։ Եվ այդ անդադ մտածում ենք ոնց անենք, որ այդ փորձառությունը հաճախորդի մոտ այդ վերջի կետը, որտեղ մենք բազմաթիվ ճանապարհ անցնում պատվերը միջև գալի հասնում Հայաստան, որը մեր հաճախորդի համար բնականաբար տեսանելի չի, այդ դժվար կտորը կատարած, հիմա պետք է գա վերցնել, շատ կարևոր է այդ կետը, որ իրան դրական էմոցիա տանք ու գնայից, եթե պարկինգ չկա, ոնց որ օրինակ ես տեղ գալուց, հերուտեղ կանեց եկա, բնականաբար այդ ամեն ինչը մի տեսակ մութ է ստացվում։ Ես առաջարկում եմ հիշել Ցիալկովսկուն, որը որ ասել է ավելի լավ է մի անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել։ Մենք ունենք փոքրիկ տեսանյութ այս ամենի մասին եւ տեսնենք թե Onyx-ը ինչ է առաջարկում եւ ինչպես է հաղթահարել այդ կարծես թե անլուծելի հարցը։ Պարկինգ Երևանում։ Շատ պարզ լուծում, սիրելիներս, պետք չի գալ, կանգնել, դուրս գալ, մեկին թողնել ավտոմեքենայի մեջ որպես, չգիտեմ, զալոժնիկ, որ հանկարծ ինչ-որ մեկը ուզենա դուրս գա, դուք մեքենան քաշեք եւ այլն։ Սա էլ է նման այն ամենին, ինչ որ կա աշխարհում, չէ՞, որ մարդիկ գնում են արագ բուրգեր են գնում կամ սուրճ են գնում առանց կանգնեն։ Drive-thru կոնցեպտը նորություն չի աշխարհում, ինքը պետք սննդի ոլորտում է, ինքը սպეციფիկ։ Մենք ստանում ենք։ Ընդ որում, եթե նկատել եք, Ամերիկայում ավելի տարածված, որովհետեւ Ամերիկայում լայն է ճանապարհը, տեղ կա։ Մենք Եվրոպայում drive-thru-ն այդքան պոպուլյար չի, ինչքան Ամերիկան, որտեղ Ամերիկա, Եվրոպան նեղ են փողոցներ, նույն խնդիրը Երևանում եւ Թիֆլիսում է։ Այստեղ հիմնական խնդիրը այն է, որ համապատասխան տարածք ուղղակի ֆիզիկապես գրեթե չկա, այսպես ասեմ, որ դիլնի առանձին երթուղով մեքենան մտնի, մի տեղից դուրս գա, չէ։ Դրա համար այդ մասով համագործակցեցինք ֆլեշ լցականների հետ եւ առաջին Իսակովի պողոտայում։ Հիմա պատկերացրեք Իսակովի պողոտայում ինչքան մարդ է ամեն օր գնում աշխատանք Իսակովի պողոտայում, երբ տասնյակ հազարով, եթե ոչ 100,000 հոգի, եթե իրանք ընտրեն իրանց պատկերի ստացման վայրը այդ կետը եւ ընդհանրապես գալեն մի պահ շեղվում են, ամբողջ process-ը մոտ մի րոպե է տևում։ Սկանավորում առանց մեքենայից դուրս գալու վերցում եւ շարունակում իր ճանապարհը։ Իհարկե, այս ամեն ինչը ոգևորում է, որ ոգևորվում ենք նայած, որ տեսնում ենք օգտատերերի գոհունակությունը եւ խորհուրդները եւ կարծիքները եւ Այ ինչ հետադարձ եք ստացել, մոտ 1 ամիս է գրեթե կա ծառայությունն արդեն։ Ասեմ, որ այս վերջի շրջանում մեր սպասարկման թիվը զանգահարել է, փորձել է, եթե չեմ սխալվում, բոլորի եւ ֆիդբեքները լսել, ֆիդբեքները շատ լավ են, որոշակի առաջարկներ կան իհարկե, մասնավորապես շատացնել, կետերը շատացնել, ինչը մենք իհարկե անելու ենք։ Շատ բարի, ասացիք, որ սա հրապարակված նորությունն է, ունեք, փաստորեն չհրապարակված, դեր կարող եք գոնե մեկը մեր ուղիղ եթերում բացահայտում անեք այսպես։ Իրականում ընկերությունը աշխատում է մոտ 10-ից 15 նոր պրոյեկտների վրա, երևի ցանկացած պահի, դրանց մեկը, որ ավելի միտված է, որ տեսանելի եւ կարծում եմ մեր ունկնդրին հայրոստադիտողին ավելի ճիշտ հետաքրիր կլինի, մենք տալու ենք շուտով հնարավորություն հայ վաճառողներին, Հայաստանում գտնվող վաճառողներին հենց ապրանքը վաճառել Վրաստանի Հանրապետություն, հա։ Կարծում դա շատ լավ ինչի ենք հասել դրան, որովհետև ինչպես Հայաստանում, այնպես Վրաստանում մենք ստեղծել ենք մեծ ցանց, կետեր, սորթարման կետեր, ամբողջ Վրաստանի Հանրապետությունում հիմա սեփական կետերն ունենք մաքսային ձևակերպման արագ գործընթացներ եւ այլն, եւ մտածինք, որ շատ մեր համար է շատ կարևոր է, որ տանք հնարավորություն հայ արտադրողին կամ Հայաստանում անպայման չի Հայաստանում արտադրած, ինչ որ արտադրանք ուզում է վաճառի եւ ունի մրցունակին, մենք տալու ենք առաքման արագություն եւ շատ մատչելի սակագներ, որտեւ այդ ցանցը արդեն ունենք կառուցած Վրաստանում։ Սա կարծում եմ կարող հետաքրքրի հայ։ Ինչ կարող է, այսինքն չի մուրաբաներ, կոշիկ։ Օրինակ կոշիկ, օրինակ առաջի պրոյեկտը, որ մեր օգտատերից է, սալի հայկական ընկերությունն է, եւ բացի սական հայկական արտադրանքներ, որոնք ցավոք շատ բան չկա, որ կարող հետաքրքիր լինի Վրաստանին, որտեվ ինչպես գիտեք, ինքը ավելի հաբ է, քան Հայաստանը լոգիստիկի ավելի խաչմերուկ է, ավելի խաչմերուկ է, հայտնի պատճառները
երևի նպաստում։ Ծով բաց սահմաններ եւ այլն բոլորը սա գիտենք։ Բայց նաև կան ինչ-որ ապրանքներ, որոնցից մեկը ինչպես է կոշիկի արտադրություն դեռ սովետական ժամանակաշրջանից Հայաստանում այսպես ասած ամուր դիրքեր ունի եւ շատ կարեւոր է ոչ on-line գնումի մեջ շատ կարեւոր է այսպես ասած վերադարձի, հեշտ վերադարձի հնարավորությունը, ինչը եւս մենք տալու ենք, այսինքն վրացի սպառողը, որը գնել է օրինակ սալից կոշիկ, կարա ստանա իր ապրանքը Վրաստանի ցանկացած կետում, գյուղ, քաղաք եւ եթե դուրը չեկավ, վերադարձան, որը շատ մատչելի պայմաններում է կատարելու, մոտավորապես նույնին ինչ որ Հայաստանի մեջ կկատարվեր։ Այդ նպատակն է, որպեսզի խթանենք վաճառքը դեպի Հայաստանից վաճառքը դեպի արտերկիր։ Ով են ձեր հաճախորդները, ուսումնասիրում եք նրանց, հասկանում եք նրանց խնդիրները, խնդիրները, շատ ավելի կանայք են, տղամարդիկ, միջին տարիքը, սովորույթները, ցանկությունները։ Այո։ Onex-ը հիմնական երկու ուղղության մեջ է մասնագիտացած, մեկը որ տրամադրում ենք արտերկրում պահեստի հասցե, գնում ենք կատարում տեղափոխում ենք, եւ երկրորդը ուղիղ առաքումներ ենք իրականացնում, մասնավորապես վերջի շրջանում հայտնի Թեմուից, հա։ Թե մինչև Թեմուն նաև աշխատում ենք iHerb-ի հետ, հիմա էլ շարունակում ենք բավական աշխարհարչակ ընկերությունը ամերիկյան, հիմա Pinduoduo-ի հետ ենք աշխատում, դա մեր մյուս ուղղությունն է, այսինքն ուղիղ առաքումները եւ առաջի ուղղությունն է այդ հասցեի տրամադրման եղանակով գնումներ կատարողները բաժանվում են խիստ նայած որ երկրից են կատարում, օրինակ ամերիկյան ուղղությունը ուրիշ ձևի մարդիկ են, UK ուրիշ ձևի, Չինաստան ուրիշ ձևի։ Ընդհանուր իմաստով սերերի մեջ գերիշխում է իգական սերը, այսինքն on-line գնումներ ամենայն դեպս մեր միջոցով ավելի շատ կանայք եւ աղջիկներն են կատարում, եւ օրինակ առաջի տարբերակում մեծ մասը դա հագուս կոշի կատեգորիան է, հա, հագուս կոշի կատեգորիան ամենաշատն է, որը գնում են, ուղիղ առաքման դեպքում մի քիչ կատեգորիաները այլ են։ Քանի որ խոսեցինք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, դրա հետ կապված ինչ նորություններ ունեք եւ ինչով կարող եք ուրախացնել մեզ ու մեր հայրենակիցներին այնտեղ ապրող։ Շատ լավ նշեցիք, ուրեմն մեր հայրենակիցների գերակշիռ մասը գիտենք ապրում է Կալիֆոռնիա, մասնավորապես Լոս Անջելեսում, եւ երբ որ իրանք ապրանք են ուղարկում արդեն 30 տարի, եթե ոչ ավել դասական եղանակներով, այսինքն գնում են կատարում Կալիֆոռնիայում, վճարում են sales tax Կալիֆոռնիան, որը շուրջ 10% է կազմում։ Ամենամեծ tax-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այո, ճիշտ է։ Եվ այդ ապրանքը նաև հանձնում են առաքման ընկերության ինչ-որ ձև, կամ pick-up են պատվիրում, կամ գնում են ինչ-որ տեղ հանձնում են եւ գալիս է Հայաստան։ Մենք դրա ալտերնատիվն ենք առաջարկում, այսինքն մարդը որ ուզում է, օրինակ իր բարեկամին մի ընդհանրենք համակարգիչ կամ iPhone ամենահետաքրքիր տարբերակ գնի եւ ուղարկի եւ նվիրի եւ ուղարկի իր բարեկամին Հայաստանում արտերկրում գտնվելով անպայման չի լոսում կարա Ֆրանսիայում մարդը գտնի ուղղակի լոսի օրինակը շատ դիպուկ է որտեղ ընդ նաեւ ինքը գրանցվում է Onex-ում ընդ որում մեր համակարգը տեսնում է, որ ինքը դրսից է գրանցում, իրան կասի մի անգամից ես տեսնում եմ, դու դրսից գրանցում կարող ինչ-որ մեկին ես ուղարկում, մուտք կանի մի անգամից ում ուղարկում է իր որոշակի մի քանի տվյալներ, հասցե որտեղից է ստանալու եւ այլն։ Ինքը on-line գնում է կատարում, ուղարկում է մեր Դելավեր նահանգում գտնվող որտեղ թաքսերը չկան։ Այո, որտեղ թաքս չկա։ Այսինքն $1000-անոց ապրանքի դեպքում, եթե Ամերիկայում $100 պետք է վճարեր թաքսի համար, Դելավեր նահանգում թաքս չկա։ Ապրանք Հայաստան ժամանելուց բնականաբար ըստ Հայաստանի մաքսային կարգի մաքսազերծվելու է Հայաստան մինչև 200 եվրոն հարկ չկա, այդ դեպքում կապ չունի լոսից է եկել, բայց ամերիկյան մասում այդ 100 եվրոն ոնց որ էլ չի վճարվի։ Դա միայն iPhone կարող ամեն ինչ լինի, այսինքն ուզում է ինչ որ նվեր ուղարկի իր հարազատին, ուղղակի գնում է կատարում, ասում թաքսից ազատվելուց բացի, նաև ինքը ազատվում է այդ ապրանքը ստանալ, փաթեթավորել, ինչ որ արկի մեջ դնել, միտեղ հանձնել։ Ոչ մի բան չի անում, այդ ամեն ինչ իհարկե հետևում է on-line ուր հասավ իր պատվերը, իհարկե վճարում առաքման համար, որտեղ ինքը կարա վճարի ու որտեղ մեծամասամբ տենց է լինի, որտեղ նվեր են ուղարկում, երևի առաքման գումարը բնականաբար նաև իրենք են, այդ ամեն ինչը նախատեսված է սովորական քարտով վճարում է, ընդ որում Հայաստանում առաքումը տուն, ամբողջ Հայաստան մենք կատարում ենք անվճար, անկախ պատվերի քաշից։ Օրինակ դուք բերել եք 100 գրամանոց պատվեր Ամերիկայից, մեզ ընդամենը վճարելու եք $600 եւ մենք
մինչև Հայաստանը առաքման եւ սա ամբողջ process-ների համար եւ մենք Հայաստանի ներսում թեկուզ ամենահեռավոր գյուղը ենթադրենք Մեղրի գտնվող անվճար առաքում ենք։ Վերջին հարցը ինձ միշտ հետաքրքրել է ամենաարտասովոր պատվիրները։ Դուք գիտեք օրինակ ինչ են պատվիրել։ Եթե դա գաղտնիք չի, գաղտնիք է։ Դա հենց այն է, ինչ որ ես մտածում եմ։ Շատ բարի։ Մաղթում ենք Օնեքսին հաջողություններ եւ թող ֆրանչայզինգը ոչ միայն Վրաստանով սահմանվի, այլ ամբողջ աշխարհով եւ օրերից մի օր կգաք մեր տաղավար եւ կասեք, որ հարկեր եք վճարում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Դուբայում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, ինչու ոչ։ Եվ միջազգային ընկերություն դառնա, այո։ Այո, եւս մեկ անգամ էլ ձեզ շնորհավորում ենք 10-ամյակի կապակցությամբ, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Օնեքս ընկերության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը։ Դե ինչ, այս պահին գովազդով ընդմիջվեք, եթե ինչ-որ բան եք ուզում պատվիրել, մտնում եք Օնեքսի կայք եւ այդ ամենը շատ արագ անում եք եւ կապ չունի որտեղ եք դուք ապրում։ Իսկ եթե ուզում եք ձեր սիրելի հարազատներին եւ բարեկամներին նոր տարվա նվեր գնեք եւ ուղարկեք, էլի Օնեքսը ձեզ կօգնի այդ հարցում էլ։ Գովազդ։ Գովազդ ճանթի եթերում։